Հրապարակ թերթը գրում է. ՔՊ-ն այս շաբաթ ներկուսակցական քարոզ Արշավի անվան տակ Կարշավի, Վայոց Ձոր և Սյունիք, իսկ եզրափակիչ Արշավը նախատեսում են իրականացնել գալիք շաբաթ Երևանում։ ՔՊ-ական աղբյուրները չեն թաքցնում իրենց թախիծը, որ Երևանում անմխիթար վիճակում են և նոր հնարքներ են մտածում, ինչ անել, որ թաղերով, բակերով անցնելիս չխայտառակվեն։ Բանն այն է, որ Երևանում ՔՊ-ի վարկանիշը մարզերի համեմատ շատ ավելի ցածր է, և եթե մարզերում չկարողանան խուսափել տհաճ պահերից, պատկերացնում են, թե մայրաքաղաքում ինչ է կատարվելու։ Իսկ Երևանում հիմա ընտրողների 2/3-ը և երևանցիների ձայնը վճռորոշ է լինելու այս ընտրություններում։ Ժողովուրդ թերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության երեկվա նիստում չզեկուցվող հարցերից ուշագրավ նախագիծ է հաստատվել, մինչև ընտրությունները առողջապահության ապահովագրության բոլոր ծախսերն ու պարտքերը մարել, թե ինչ կլինի հետո պարզ չէ, ֆինանսների նախարարությունը հաշվարկների բացակայություն է արձանագրել։ Կառավարությունը փորձում է ապահովել, որ տարվա առաջին կեսին բժշկական ծառայությունների ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չառաջանան, իսկ համակարգում կուտակվող հնարավոր նոր պարտավորությունների հարցը փաստացի տեղափոխվում է տարվա երկրորդ կես։ Հունիսից հետո, ինչպես կանխատեսել են մասնագետները, ապահովագրության համակարգը կարող է կանգնել լուրջ ֆինանսական խնդիրների առաջ։ Հրապարակ թերթը գրում է. Տավուշի մարզի Բերդամայնքից հայտնում են, որ թեև ոչ մեծ թափով, սակայն արտագաղթ է վերսկսել հիմնականում դեպի Ռուսաստան։ Եթե նախկինում գնում էին աղքատ ընտանիքները, ապա հիմա արտագաղթում են կայացած, ֆինանսապես ապահովված մարդիկ։ Նրանք չեն հավատում Փաշինյանի իշխանության պարագայում Հայաստանի պայծառ ապագային, բայց մարդիկ վստահ են, որ արտագաղթի ալիքը մոլեգնելու է, եթե հունիսին ՔՊ-ն վերարտադրվի։ Հրապարակ թերթը գրում է. Նախկին ՀՀԿ-ական ներկայումս Աննա Հակոբյանի ընկերուհի Աննա Դավթյանը, որ նախօրեին տիկնոջ հետ արմավիրում խնջույքի է մասնակցել ու ապարելու լուսանկարներ հրապարակել, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրեն են նշանակելու ԿԳՄՍ նախարար։ Դավթյանը ներկայում Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրենն է։ Նա Աննա Հակոբյանի կրթվելը նորաձև է արշավի ակտիվ մասնակիցներից է։ Նրա պաշտոնավարման ժամանակ էր Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում աշխատանքը կորցրել այդ ժամանակ պատմության ուսուցիչ աշխատող լրագրող Կարպիս Փաշոյանը։ Ավելին իմանալու համար հետևեք Պանորամա AM-ին։